վարչապետը հստակ ասել է, եւ ես երկրորդում եմ իր ասածը, կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում կարծում եմ որևիցե խոսակցություն շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպես բան կա, թե չկա, եւ չկա։ Եթե նման բան կա, պետք է ոնց, հիմա ես օրենք խախտեմ ու մնամ, ես հիմա որ ենթադրենք մեծ կոռուպցիոն ինչ-որ բան լինի, ասեմ, չգիտեմ, նոր ասել եմ մի անգամ, ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, ասեք դե հիմա ինքը պետք է հեռանա, բա ի՞նչ պետք է անեմ, ինքը բա ի՞նչ պետք է անի, ուզում հասկանամ։ Այսինքն եթե բացվի պետք է հեռանա, դուք կա գնա ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, դեռ ինչի պատմության մեջ թագավորներ են հեռացել։ Անգլիայի թագավորներից մեկը դրա պատճառով հեռացել է, էլի մարդիկ են հեռացել հայտնի մարդիկ, բայց ի՞նչ պետք է հեռանա։ Էլի խնդրում եմ պարոն Սիմոնյան։ Մի հարց։ Հասկանալի։ Ես բացի նոր ես կհասեմ։ Այս արշավը ուղիղ կապ ունի, այսպես շատ զուգահեռ սկսվեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, երբ մեղադրեց հայ առաքելական եկեղեցուն, Էջմիածինը գրեթե համարեց այսպես իրենց հոգևոր կենտրոն, եւ այս ֆոնին սկսվեց լուրջ նորից կարելի ասել երկրորդ փուլը հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Սրանք ուղիղ կապ ունեն։ Կարնեջան, տեսեք։ Նաև Շվեյցարիայում կաթողիկոսի մասնակցությամբ արցախահայերի Ես չգիտեմ երեխան ինչի հետ կապ ունի, մեկ։ Երկրորդը մենք չենք հետևում որևիցե մեկի երեխան ունի զավակ, թե չունի զավակ կաթողիկոսը, եւ մենք չենք հետևում նման բաներին, եւ ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանական շրջանակները փորձում են ամեն ինչի բան գտնել, բացատրություն գտնել, այդ Facebook-ում տարբեր բաներ գրել եւ փորձում են այսօր վարչապետը շատ ճիշտ նկատեց, որ փորձում են, երբ որ արդեն ապացուցված գրեթե փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, իրանք փորձում են մնացածին էլ կաշառակեր սարքեն, որ որևիցե ձևով չտարբերվեն եւ փորձում են այդպես բան ստեղծել։ Նման բան չկա, չի կարող լինել եւ դա Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանց զառանցանքն է, որին ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ասում են Ալբանիայում Ալիևի հետախոսակցության ժամանակ է պայմանավորվածություն եղել, նաև Արցախի հետ կապված։ Այդ ասողները սեղանի տակ են եղել։ Այդ տեղեկությունները տարածողը սեղանի տակ են եղել, ուրեմն գնացեք իրենց հարցը։ Որևէ պահանջ ասում եմ, որ այդ մարդիկ, ովքեր որ փորձում են նման բան ասել, սեղանի տակ են եղել, եւ միայն այդ դեպքում կարող են նման բան ասել։ Ղարաբաղի Հայաստանում որևիցե Ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է անվանել ինչ որ կառույց, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել, հակառակ պարագայում ես վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա պետություն է եւ պետության մեջ այլ որևիցե կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևիցե մեկի կողմից եւ չեն կարող։ Պարոն Սիմոնյան, արդյոք իշխանություններին ոչ մենք կրված ենք իրենց։ Բայց արդյոք տեղավորվում է։ Դուրս ընդունեցիք, գնացիք։ Կտաս, սպաս։ Լսում եմ, նարեկ չեմ գնում, ստեղ եմ, լսում եմ քեզ։ Սպասում եմ ավարտեք։ Ավարտեցի։ Արդյոք իշխանությունները սարսափած են վերջին հարցումների տվյալներից, որտեղ եկեղեցին համեմատը բարձր վարկանիշ ունի շուրջ 71%, իսկ իշխանությունը հակառակ թվերը 17% եւ դրա հետ կապված արդեն այս դիվերսիան սկսել է։ Այսինքն ընդունում ենք, որ եկեղեցին քաղաքական կառույց է եւ քաղաքական իշխանությունը պետք է այլ քաղաքական կառույցից սարսափի մեջ լինի։ Ժողովուրդ, եկեղեցին ինձ որ հարցնեն, ինձ էլ որ այդ հարցումին հարցնեն, ես մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահում եմ մեր եկեղեցուն եւ չեմ վստահում օրինակ այլ եկեղեցու բանին։ Հարցումը լավ, ուզում հասկանամ գրագետ մարդկանց քանակը տենց կտրուկ իջել է Հայաստանի Հանրապետությունում, որ ինչ որ մարդիկ փորձում են տենց համեմատականներ անել։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չի։ Այդ ձեր ասածը հենց լեզվա մտածելակերպ է, այսինքն դուք համարում եք, որ ինքը կարող քաղաքական մրցակցության մեջ։ Չէ, ուղղակի դուք հանրային այդ բանը կարող չեք հաշտ չեք, որ կամ կառույց, որ դեսնից ավելի կարող, որտեվ այդ եկեղեցու հետևորդը ես եմ եւ քաղաքացիական պայմանագրի ընտրողը եւ չգիտեմ մնացած կուսակցությունների ընտրողները նույնպես հայ առաքելական եկեղեցին համարում են ամենակարևոր կառույցը, բայց նորից եմ ասում, հայ առաքելական եկեղեցին եւ անհատները
Դրանք տարբեր Լյուդովիկոս 14-ը չի պետությունը դա ես եմ կամ եկեղեցին դա ես եմ։ Ժողովուրդ այդ մարդիկ կամ այդ մարդկանց մեջ կան մարդիկ նորից եմ ասում մոռացել են իրանք ծառաներ են, այդ եկեղեցականները։ Ու մասի որ խոսում ենք, ես դե հիմա ուզում եք անունները տամ, այդ սա ես անեմ։ Չէ, թող անունները բոլորը գիտեք։ Դուք եք մտել մարդկանց ննջարան։ Բոլորը ես որևիցե մեկի ննջարան չեմ մտել, որևիցե մեկի ննջարան չեմ մտել։ Հոգևոր կառույցի մասին ենք խոսում եւ կառույցի մասին, որտեղ որ կոնկրետ կանոններ գոյություն ունեն եւ այդ կանոնները խախտվել են։ Որևիցե մեկը որևիցե մեկի ննջարան չի մտել եւ իրավունք չունի։